Պատվիրատուն կարող է ուռճացնել կարիքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ուռճացնել նախահաշվային գնի սահմանումը։ Սահմանելով առավելագույն բարձր արժեքը իրենց հայտերում, մյուս մասնակիցները դիտավորմամբ այնպես են անում, որպեսզի իրենց հայտը մերժվի եւ հաղթող ճանաչվի համաձայնեցված ընկերությունը։ Կա հանցավոր համաձայնություն, կարտելային համաձայնություն, եկեք պայմանավորվենք եւ այս ընդհանուր հանրային միջոցների այս տորթը ինչ-որ մի հատվածով վերցնենք մեզ։ Պատվիրատուն կարող է տեխնիկական բնութագրերը, ճակերտավ այսպես ասած, կարել որոշակի իրեն բարենպաստ ընկերությունների համար։ Մրցույթը կազմակերպվում է, ընկերությունները մասնակցում են, բայց փաստացի ստացվում է դա զուտ մեկ ընկերության համար էր։ Մեկ անձից գնումները դրանք դասական օրինակ են հանդիսանում կոռուպցիոն ռիսկի։ Ովքեր են մեկ անձից գնումներ հայտարարում, այդ անձինք ում հետ են փոխկապակցված, որ իրավիճակներում է դա ի հայտ գալիս, որ բնույթի կարիքների համար է ի հայտ գալիս։ Օրենսդրությունը ի սկզբանե սահմանել էր, որ հրատապ կամ արտակարգ դեպքերում մեկ անձից գնման թույլտվություն տալիս է կառավարությունը։ Այնուհետև տեսնելով, որ սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, ՊՕԱԿ-ը ունի հնարավորություն, պետք է իր համար այդ ծառայությունը ձեռք բերել, բայց պիտի գնա կառավարություն, իսկ կառավարությունում գործերը չեն։ Վերջի փոփոխությունով այդ լիազորությունը փոխանցվեց հիմնարկի տնօրենին, ցանկացած կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին, որը ասում է, որ պատճառաբանված որոշման հիման վրա իր կողմից կարող է կատարվել մեկ անձից գնում։ Այդ process-ում գրեթե կարելի ասել ամենաշատ թաքնված կոռուպցիոն ռիսկերն են տեղի ունենում, քանի որ անորակ ապրանքներ են ընդունվում եւ ներկայացում են որպես տեխնիկական բնութագրին համապատասխան եւ հակառակը այն ընկերությունները, որոնք անբարենպաստ են պատվիրատուի համար, կարող է պատվիրատուն հատուկ ինչ-որ խոչընդոտներ ստեղծել նրա համար, այսինքն կոնկրետ ապրանքը չընդունել, գումարը չվճարել այդ ապրանքի մատակարարված ապրանքի համար։ Այ եթե մենք փորձում ենք այս կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնել, մենք մի մեծ քայլ արած կլինենք, եթե ամբողջովին վերացնենք թղթային գնումները։